Ժամանակակից աշխարհում ստրեսն ունի էական նշանակություն մարդու ֆիզիկական եւ հոգեկան առողջության խանգարումներում։ Այն օրգանիզմի արձագանքն է արտաքին եւ ներքին գրգռիչներին, որոնք կարող են խանգարել նրա հոմեոստազը։ Ստրեսը կարող է հանգեցնել եւ սրել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են սիրտանոթային հիվանդությունները, մարսողական համակարգի խանգարումներ, քանի որ երկարատև ստրեսը կարող է խանգարել ախորժակը, որն էլ հետագայում կարող է հանգեցնել գաստրիտի եւ խոցերի առաջացմանը։ Հանգեցնում է իմուն համակարգի թուլացմանը եւ մեծացնում վարակիչ հիվանդությունների ռիսկը։ Այն նաև վնասում է հոգեկան առողջությունը, քանի որ երկարատև ստրեսը կարող է հանգեցնել ընկճվածության եւ տագնապային խանգարումների առաջացմանը։ Գոյություն ունի ստրեսի կարգավորման մի քանի մեթոդներ։ Դրանցից է օրինակ ֆիզիկական ակտիվությունը։ Ապացուցվել է, որ պարբերաբար ֆիզիկական վարժանքները նպաստում են էնդորֆինների արտադրությանը, որոնք բարձրացնում են տրամադրությունը, եւ առողջ ապրելակերպը, որում կարևորվում է բալանսավորված սննդակարգը եւ բավարար քունը։ Հիշեք, ստրեսը այն չէ, ինչ ձեզ հետ կատարվում է, այլ պարզապես ձեր արձագանքն է այդ իրադարձություններին։